Վերջին ամիսներին մեր երկրի վիճակը էլ ավելի սաստկանում է եւ վերջին ամիսներին ամենացավալի իրադարձություններ են ծավալվում մեր եկեղեցու, հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ։ Եվ մենք որոշեցինք հանդգնել, գոնե փորձել, որոշ պատասխաններ տալ այն հարցերին, որ մարդիկ հնչեցնում են այս ամբողջի շուրջ, որպեսզի մարդիկ հնարավորինս չսխալվեն, որպեսզի չկորցնեն հավատը եւ ամենակարևորը, չգլորվեն առ մթություն, այլ մշտապես գնան առ լույս։ Եվ այդպես փորձենք թվարկել այն բոլոր հարցերը, որ մարդիկ հնչեցնում են եւ տանք պատասխանները։ Առաջին հարցը անընդմեջ հնչող դա պետություն եւ եկեղեցի փոխհարաբերությունների հարցն է։ Ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության եկեղեցին անջատ է պետությունից։ Ինչ է դա նշանակում ժողովրդական լեզվով, նշանակում է, որ մեկը մյուսի գործերի մեջ պետք է որ չմտնի։ Եվ հիրավի, եկեղեցուն ամենևին չեն էլ հետաքրքրում տարաբնույթ պետական հարցերը, օրինակի համար տնտեսությունը, քանի որ եկեղեցին շատ ավելի վեր է տնտեսությունից։ Բայց մեր մեջ առանձնապես տնտեսություն չունենք էլ։ Այնուամենայնիվ, հենց եկեղեցու հարցն է, մեր հոգու հարցը, եւ ըստ այդմ ազգի, եւ 2020 թվականից ի վեր այս ամբողջ իրադարձությունները արդեն ոչ միայն պետության, այլ հենց առաջին հերթին ազգի հարցեր են, ուստի եկեղեցու դաշտում են։ Երկրորդը հոգևորականները լինելով եկեղեցու սպասավոր միաժամանակ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ ըստ այդմ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր եւ իրավունքները եւ պարտականությունները ու ըստ այդմ կարող են մասնակցել նաեւ ընտրական գործընթացներին։ Ինչ վերաբերում է պետությանը, ապա մենք տեսնում ենք, ինչպես պետությունը իդեմս Նիկոլին ամբողջությամբ խախտելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ներխուժում է եկեղեցու ներքին հարցերի մեջ եւ անգամ համարձակվում է իր տգիտությամբ խոսել եւ անգամ մեկնաբանել եկեղեցու ներքին կանոնակարգը։ Սա է իրողությունը։ Երկրորդ հարցը, որ մարդիկ ասում են, դա կուսակրոնության հարցն է եւ Նիկոլի ու իշխանությունների կողմից անընդմեջ այդ թարապ ամբողջ կեղծիքների եւ ստի իրականում անտանելի է, բայց փորձենք պատասխանել նորից եւ նորից կուսակրոնությունը միմիայն եկեղեցու ներքին հարցն է։ Եվ չնայած, որ այդ ամբողջ կեղծիքները իշխանությունների կողմից համատարած են, միաժամանակ մենք նաև կարիք ենք տեսնում գոնե հնչեցնելու, որ այնուամենայնիվ մեր եկեղեցու կարկառուն դեմքերը կուսակրոն չէին, ոչ Գրիգոր Լուսավորիչը, ոչ իր որդին, որ եւս կաթողիկոս էր, թոռները եւ անգամ հայտնի կաթողիկոս Սահակ Պարթևը հենց Գրիգոր Լուսավորչի թոռան ծոռն էր։ Այսինքն նորից եւ նորից կուսակրոնությունը միմիայն բացառապես եկեղեցու ներքին հարցն է, բայց քանի որ Նիկոլը շարունակում է խայտարակել Հայաստանը, հենց առաջին հերթին Հայաստանը, այս ամբողջ ներքնազգեստ փորփրելու խոսակցություններով մենք պետք է հասկանանք, որ դրանով ինքը հարվածում է ոչ թե եկեղեցուն, ոչ, ինքը հարվածում է հենց մեզ բոլորին, ինքը հարվածում է հենց Հայաստանին, որովհետև Հայաստանը առաջինն է աշխարհում, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, եւ զարհուրելի է, որ դարեր անց երկրի վարչապետը հենց փորձում է ամբողջ ջանքով քայքայել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ինչ վերաբերում է իր հետաքրքրությունների այդ ներքնազգեստի եւ սեռական հարաբերությունների հարցով, ես խնդրում եմ տարեք իրեն վերջապես սեքսոպաթոլոգի մոտ եւ միգուցե իր հարցերը կարողանան կարգավորել եւ միգուցե ինքը սփոփված որոշ հարցերով այլևս չզբաղվի եւ մենք հանգիստ ապրենք այդ դեպքում։ Շարունակենք այնուամենայնիվ, անցնենք երրորդ հարցին, որը եւս շատ հաճախ հնչում է եւ որը որ հիրավի ցավալի հարց է։ Դա
ընդհանրապես հիերարխիայի հարցը եւ հատկապես շատ հաճախ հնչում է եկեղեցիների վերաբերյալ։ Նորից եւ նորից, քանի որ եկեղեցու ներքին հարցերը կարող է կարգավորել միմիայն եկեղեցին, այստեղ շատ կարևոր է ըստ կանոնակարգի։ Յուրաքանչյուր հոգևորականին կարող է քննադատել միմիայն նրանից ավելի բարձր հոգևոր կարգավիճակ ունեցողը կամ առնվազն նույն կարգավիճակ ունեցողը եւ ոչ ոք այլ։ Սա շատ հստակ կարևոր է։ Այնուամենայնիվ, գիտեք, այդ հիերարխիայի չընկալումը ցավոք սրտի մեր ազգում համատարած է։ Եվ ինձ համար դա միշտ շատ զարմանալի հարց է, որովհետև մի կողմից նայում ես, մտածում ես, ոչ ոք չի գնում կոշկակարին, օրինակ, ասում, որ գիտես ինչ, կոշկակարին կոշիկ այդպես կարիր։ Կամ ոչ ոք չի գնում հաց թուխին, օրինակ, ասում, որ հացը այդպես է պետք թխել, կամ ատամնաբուժին չեն ասում, թե ինչպես է պետք նորոգել ատամը։ Ինչու յուրաքանչյուր իրան իրավունք է վերապահում տեղին եւ անտեղին կարծիքներ հայտնել քաղաքականության եւ ել ավելի բարձր հոգեվոր դաշտի մասին։ Սա զարհուրելի է, բայց մյուս կողմից ընկալելի։ Երկրում, որում խոզարածը վարչապետ է, յուրաքանչյուր մսավաճառ իրեն կարող է թույլ տալ հանդիսանալ քաղաքագետ։ Սա է իրողությունը, ցավալի, բայց այնուամենայնիվ անցնենք հաջորդ կետի։ Եվ հաջորդ հարցը, որ հնչում է, իսկ ինչ ասել եւ ինչպես վերաբերվել նրանց, ովքեր որ դավաճանել են Սուրբ Մայրաթորը վախից դրդված։ Եվ այստեղ նորից, ինչպես արդեն ասեցինք, քանի դեռ նրանք ունեն հոգևոր կարգավիճակ, ես ինձ իրավունք չեմ վերապահում իրենց քննադատելու։ Սակայն, քանի որ հենց վախից դրդված դավաճանությունը համատարած է այժմ եւ տարբեր մակարդակներում մենք տեսնում ենք վախից դրդված դավաճանությունը, ես ասեմ, որ նման դավաճանությունը նման է հոգևոր հաշմանդամության։ Եվ ինձ համար այստեղ հարց չկա, որովհետև երբ որ նայում ես օրինակ ձեռք չունեցող մարդուն, չես նեղանում իրենից, որ ինքը ձեռքը չի մեկնում բարևելիս, կամ երբ որ լսում ես իմպոտենտ մարդկանց մասին, չես ասում, որ ինչու նրանք չեն կարողանում ունենալ սեռական հարաբերություններ եւ չեն ունենում զավակներ։ Ըստ այդմ նույն կերպ մենք վերաբերում ենք դավաճանությանը վախից դրդված։ Դա նույն իմպոտենտություն է փաստացի եւ հոգեվոր դաշտում նույն հենց հոգեվոր հաշմանդամություն է։ Եվ այստեղից արդեն անցնում ենք հաջորդ հարցին, որը որ շատ տարածված է այժմ եւ միգուցե ամենացավալի հարցերից մեկն է այժմ արդեն, դա այն նախկին հոգևորականները, որոնք որ այլևս կարգալույծ են արված եւ որոնք այնուամենայնիվ իրենց իրավունք են վերապահում մասնակցելու այդպես կոչված նիկոլական պատարակների։ Եվ այստեղ պատասխանը ակնհայտ է։ Շատ կոպիտ օրինակ բերեմ, եթե հանկարծ ձեզ կանգնեցնում է աշխատանքից հեռացված այդպես կոչված գայիշնիկը, արդյոք դուք թույլ եք տալու, որ ինքը ձեզ տուգանի։ Ակնհայտ պատասխան է։ Բայց հոգևոր կարգալույծ եղածը ոչ միայն զրկվում է իր կարգավիճակից, եւ ըստ այդմ զրկվում իրավունքից, որևէ հոգևոր դաշտում, որևէ արարք անելու։ Ամենակարևորը, նա զրկվում է աստվածային բարեշնորհությունից, որ կարող է պարգևել նրան Աստվածը միմիայն հենց շնորհած աղբյուրի, ամենայն հայոց կաթողիկոսի միջոցով։ Եվ ըստ այդմ նրանք, ովքեր այլևս զրկված են աստվածային բարեշնորհությունից, իսպառ իրավունք չունեն եւ որևէ հոգեվոր ծեսի եւ հատկապես պատարակի։ Եվ դրա համար այդ բոլոր պատարակները այլևս ոչ միայն պրոֆանացում են, այսինքն ոչ միայն պարզունակացում են, շատ ավելի դաժան, այդ ամբողջը սրբապղծություն է։ Եվ հենց դրա համար մենք անվանում ենք Նիկոլին այլևս ոչ միայն դավաճան, ավելի շատ մենք անվանում ենք նրան նեռապաշտ, որովհետև միայն նա, ով որ ենթարկվում է եւ երկրպագում է նեռին, կարող է նման չարիք անդադար գործել։ Եվ այնուամենայնիվ մենք գիտենք ամենակարևորը, աստվածային դատաստանը մոտ է, եւ ձեր բոլորի յուրաքանչյուր մարդու, ով որ համարձակվում է նման չարիքի, ընդգրկվել, մասնակցել, կազմակերպել, ձեր բոլորի մեղքերը հաշված են
կշռված են, չափված են, եւ դուք պատասխանը կստանաք շատ շուտով։ Իսկ մենք փորձենք անցնել հաջորդ հարցի, որը որ եւս շատ հաճախ հնչում է ցավոք սրտի ժողովրդի տարբեր շերտերի կողմից, իսկ ինչպես տարբերակել չարիքը բարիից։ Ինչպես հասկանալ, ով է ստում, իսկ ով է ասում ճշմարտությունը։ Եվ մենք ունենք Աստվածաշնչի պատասխանը, բերքերով կճանաչես նրանց։ Եվ ամենակարևորը պետք է հասկանալ, իսկ ում է դա ձեռնտու։ Եվ ըստ այդմ Նիկոլը լավագույն լակմուսային թերթիկ է, որովհետև Նիկոլն է կազմակերպում այդ ամբողջը, իսկ ով է Նիկոլը։ Նիկոլը մարդ է, որ կարողացավ խաբել ժողովրդին իբր թե հեղափոխություն կազմակերպելու համար, բայց իրականում եկավ զուտ Արցախը հանձնելու եւ իրականում հանձնեց Արցախը։ Եվ այս ընթացքում հանձնեց Հայաստանի 1/3 տարածքների։ Նիկոլը այն մարդն է, ով որ պատճառ դարձավ 5000-ից ավել զոհերի եւ բազում վիրավորների եւ հաշմանդամների։ Նիկոլը այն մարդն է, ով լռում է, երբ որ Ադրբեջանում տառապում են մեր ռազմագերիները։ Նիկոլը այն մարդն է, որ թեկուզ դա ավելի ցածր մակարդակ է, բայց միևնույնով պատճառ դարձավ գների այնքան աննկարագրելի աճի, որ անգամ միջին խավը այլևս դժվարությամբ է ապրում։ Նիկոլն այն մարդն է, որ այս ամբողջ էկոլոգիայի սարսափելի վիճակը, այդ հիվանդությունների տարածումը, Հնդկաստանից եւ տարբեր այլ երկրներից միգրանտները, որոնք որ եւ ոչ մի հսկողության ենթակա չեն, աղբանոցի այդ սարսափելի վիճակը եւ այդ ամբողջը նույնիսկ հնարավոր չէ թվարկել իր բոլոր չարիքները։ Եվ այդ ամբողջի պատճառը հիրավի նորից ու նորից Նիկոլն է։ Եվ Նիկոլն այն մարդն է, որ այս վերջին շրջանի այդ սարսափելի հրդեհների, երբ որ մեր անտառները այրվում են, երբ որ մարդիկ տառապում են, երբ որ կենտանիները փախնում են անտառից, Նիկոլը այդ ընթացքում սրտիկներ էր ցույց տալիս իր էջում։ Այն նման սարսափելի մարդուն դուք կարող եք հավատալ արդյոք։ Եվ արդյոք նման սարսափելի մարդու պարագայում դուք դեռ հարց ունեք, թե որն է ճշմարտությունը։ Սա է մեր հիմնական խնդիրը, եւ Նիկոլն այն մարդն է, որ շարունակաբար մերժում է մեր սուրբ պատմությունը եւ անդադար սրբապղծում է ամբողջ մեր վեհագույն սրբությունները, ոչ միայն հայրաքելական սուրբ եկեղեցին, այլ նաեւ մեր խորհրդանիշները, հատկապես Սուրբ Լեռ Արարատը։ Բայց այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, իսկ ինչու է այդ ամբողջը։ Որովհետև ինքը ունի երկու հիմնարար նպատակ։ Առաջի իր հիմնական նպատակը այս ամբողջի ետևում կոծկել ազգային անվտանգությանը իրականում սարսափելի վտանգող բանակցությունները, որ ինքը ամբողջությամբ այդ ամբողջի ետևում տանում է Ադրբեջանի հետ, եւ երկրորդը քայքայել Հայաստանը, քայքայել հայ ազգը, որովհետև հայ առաքելական եկեղեցին հենց ազգը պահող հիմնասյունն է։ Եվ դարեր շարունակ հենց հայ առաքելական եկեղեցին էր պահում մեզ, եւ հիմա մենք ենք պարտավոր պահել հայ առաքելական եկեղեցին։ Այլևս սա մեր պարտականությունն է։ Ու մենք հասկանում ենք, այո, մենք հասկանում ենք, որ եկեղեցին իհարկե ունի ներքին խնդիրներ։ Իհարկե, որովհետև եկեղեցականները, հոգևորականները լուսնից չեն իջել։ Նրանք եւս մեր ազգի մասն են։ Ըստ այդմ ազգը ունի խնդիր, խնդիր ունեն նաեւ իրենք։ Բայց մեղավորը, ով է մեղավորը այդ ամենում։ Իհարկե առաջին հերթին Նիկոլը, բայց նաև մենք բոլորս, որովհետև հավատը, մեր հավատը, երբ որ պակասում է նաև հոգևորականների սրբությունը, որովհետև յուրաքանչյուրի հավատը եւ մյուս կողմից հոգևորականների սրբությունը, դա նույն պահող ուժի երկու կողմերն են։ Թուլանում է մեկը, թուլանում է նաև մյուսը, զորանում է մեկը, զորանում է նաև մյուսը։ Եթե մենք զորացնենք մեր հավատը, մենք դրանով կզորացնենք նաև հայրաքելական սուրբ եկեղեցին։ Եվ դրա համար, երբ որ մենք մտածում ենք, իսկ ինչն ենք մենք պաշտպանում, եւ ինչ ենք մենք ասում բոլորին, մենք պաշտպանում ենք ոչ թե անձանց, այլ առաջին հերթին այդ հենց բարեշնորհությունը։ Մենք պաշտպանում ենք խորհրդանիշները։ Երբ որ ես պաշտպանում եմ հայ առաքելական եկեղեցին, ես պաշտպանում եմ Սուրբ Գրիգոր Լուսավորչին, ես պաշտպանում եմ Սուրբ Մեսրոպ
Մեսրոպ Մաշտոցին, ես պաշտպանում եմ Սուրբ Գրիգոր Նարեկացին եւ Սուրբ Նարեկը, որ յուրաքանչյուրի տներում դրված է։ Ես պաշտպանում եմ Ներսես Շնորհալուն, ես պաշտպանում եմ Գրիգոր Տաթևացուն, ես պաշտպանում եմ Վարդան Մամիկոնյանին եւ ես Էլեոնորա Մանանցյանս յուրաքանչյուր քայլափոխին իմ ամբողջ սրտով պաշտպանում եմ հայ առաքելական եկեղեցու Սուրբ հավատը առաջին հերթին, որ ինձ համար գանձ է, եղել է կա եւ կմնա։ Եւ սա է ամենակարևորը։ Մնացածը անցողիկ է, բայց այդ գանձերը եղել են կան եւ կմնան։ Եվ Գևորգ Եկաթողիկոսը, որ պարկեց Էջմիածնի շեմին ու ասեց ավելի լավ է ես մահանամ, բայց թուրքը չի մտնի եկեղեցի։ Բայց այժմ 7 վերքում, երբ որ թուրքերը չկարողացան անգամ զավթել եկեղեցին եւ մտնել, Սրբապիղծ Նիկոլը իր թիմով մտավ եւ պղծեց մեր Սուրբ եկեղեցին։ Ես պաշտպանում եմ մեր հավատը եւ պաշտպանելու եմ ինչքան կարող եմ։ Եվ ամեն քայլափոխին ես կոչ եմ անում բոլորին նույն ձևով անել։ Բայց ես չեմ դիմում ժողովրդին պարզապես։ Ես դիմում եմ այն մարդկանց, ովքեր դեռ հավատ ունեն։ Ես չեմ դիմում իհարկե այն կանանց, որ երկար շրթունքներով կպնում են մեքենաների դիմապակուն եւ դրած ետևում եւ ոչ մի բան այլևս չեն տեսնում։ Ես չեմ դիմում այն մարդկանց, իբր թե տղամարդկանց, որ այդ ծաղկավոր մայեճկեքը հագած ընդհանրապես մոռանում են նրանց սեռի մասին։ Ես դիմում եմ նաև այն բոլորին իրականում, ովքեր որ տեղերում, տեղին եւ անտեղին մշտապես երդվում են հոր եւ մոր արև։ Եթե հանկարծ գար մեկ ու ասեր, որ ձեր հայրը հարբեցող է, անբարոյական, դուք ինչա քննություն էիք սկսելու, ոչ դուք պատիվ էիք պահանջելու։ Եվ դրա համար հիմա մենք պիտի հիշենք ամենակարևորը, յուրաքանչյուր հոգևորական հենց հայր է։ Եվ ամենայն հայոց կաթողիկոսը վեհափառ հայրապետ է։ Եվ նույն ձևով մենք պետք է տեր կանգնենք որպես ծնողների։ Եկեղեցու հենց որպես ծնողի մեր եւ մեր հայրենիքի նորից որպես ծնողի։ Եվ ես գիտեմ, մեր ազգում բազում լավ մարդիկ կան, ու տարբեր վայրեր գնալով ես տեսնում եմ տարբեր մարդկանց, ովքեր միշտ ասում են, որ ինչքան լավ է, որ մենք խոսում ենք, որ մենք արտահայտում ենք կարծիքը, որ նրանք էլ ունեն։ Ես գիտեմ, որ մեր ազգը շատ ավելի հզոր է, քան փորձում են նկարագրել եւ ներկայացնել Նիկոլը։ Ես գիտեմ, որ մենք ունակ ենք պայքարել։ Ես պարզապես մեծ ցավ եմ ապրում, որ չկա այդ բողոքը սրտերում, որ էներգիա չկա այդ ամբողջի դեմ պայքարելու։ Բայց ես հավատում եմ, որ միևնույնը պայքարը կլինի։ Եվ մի բան էլ, այո, ինչպես շատերը գիտեն, այո, ես գնում եմ մեծ ընկատարյալի ճանապարհով։ Բուդդայականությունը 6 դար ավելի մեծ է, քան քրիստոնեությունը, ու ես ընտրել եմ իմ ճանապարհը զարգացման։ Բայց տգետները, նեղմիտները չեն հասկանում, թե ինչպես բուդդայականը կարող է պաշտպանել նաև քրիստոնեությունը, բայց ես խոնարհվում եմ նաև քրիստոնեության առաջ, որովհետև պաշտպանում եմ ամենակարևորը՝ հավատը։ Հավատը, ինչ անենք, որ դուք դա չեք հասկանում, մատանալիզն էլ չեք հասկանում, բայց ես պաշտպանում եմ հավատը, սրբությունը եւ ամենակարևորը՝ հոգեվոր զարգացման ուղին։ Իսկ հայ ազգի համար զարգացման ուղին հենց հայ առաքելական եկեղեցին է։ Եվ հենց դրա համար ամեն քայլափոխին, ամեն վայրկյան ես ոչ միայն պայքարում եմ, ես խոնարհվում եմ ամենայն հայոց կաթողիկոս վեհափառ հայրապետի առաջ։ Ես խոնարհվում եմ յուրաքանչյուր հոգևորականի, ես խոնարհվում եմ լեռներով սփռված մեր եկեղեցիների, եւ ես կոչ եմ անում յուրաքանչյուր հայ մարդուն, վերջապես տեր կանգնեք մեր հայրենիքի եւ տեր կանգնեք հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։